Անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Աբիջան Սարգսյանը ձերբակալվել են, հայտնել է անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը։ Լրագրողների հետ զրույցում Բագրատ Ուզունյանը հայտնել է, որ դրանք մեջբերում անհիմն կարված գործեր են։ Իմ իմացած տեղեկություններով մի քանի օր առաջ Օրբանայի դիմաց ակցիա կատարեցինք անհետ կորածների եւ զոհվածների ճակատագրերը, պատճառները, այդ հարցերով որ ակցիային կազմակերպել, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետև ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք քաղաքացում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ զինծառայողների հարազատների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածով։ Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ազգային ժողովի արխիվ։ Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆակտորեին ասել է, որ ժամկետների անհամապատասխանություն կա եւ զեկույցը չի կարող ներառվել լիագումար նիստերի օրակարգում։ Նրա խոսքով, սակայն գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ ազգային ժողովի արխիվ եւ ծանոթանալ զեկույցին։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի 2 օր էջանոց զեկույցը նոր լարվածության պատճառ է դարձել իշխանության ներսում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը վաղուց ուղարկվել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանին, որը պետք է որոշեր զեկույցը լիագումար նիստերի օրակարգ բերել, թե ոչ։ Շաքիի ջրվեժում երեխայի սեռի որոշման արարողության գենդեր փարթիի կազմակերպիչը հայտնաբերվել է եւ ենթարկվել վարչական պատասխանատվության, հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը։ Ջուրը գունավորելու համար օգտագործվել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Ջրից նմուշ են վերցրել լաբորատոր փորձաքննությամբ ստուգելու ջրի որակը։ Եթե հայտնաբերվի, որ ջրային ռեսուրսին վնաս է հասցվել, կազմակերպիչը կվճարի նաեւ դրա համար, վստահեցրել է շրջակա միջավայրի նախարարությունը։ Տևական դադարից հետո Հայաստանի վարչապետը կառավարությունում վերսկսել է հանդիպումները պաշտոնյաների հետ։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է սկսում աշխատանքային հանդիպումը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Գրիգորյանի ձեռքին կարմիր թղթապանակ է, նշանակում է ներսում հույժ գաղտնի փաստաթղթեր են։ Հայաստանի կառավարությունը այս հանդիպան մասին տեղեկություն չի հայտնել։ Հայաստանի վարչապետը Facebook-ում նոր շարք է սկսել «Մի րոպե, մի բան ասեմ» խորագրով։ Առաջին էպիզոդում Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը ասել է, որ ապատեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառողները սոցիոլոգիական հարցում են անցկացրել, պարզելու թե որ ոլորտի ապատեղեկատվությունն է հանրության վրա նեգատիվ ազդեցություն ունենում եւ նրանց տրամադրում պետության եւ կառավարության դեմ։ Պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են, առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Այսպիսով, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, իր առակը ցուցանում է, որ հայկական եւ եվրոպական հանրությունները շատ չեն տարբերվում։ Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ տարածում եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով ակադեմիական համայնքի, հանրային ու քաղաքական գործիչների կողմից հնչող ատելության խոսքը մեջբերում չափազանց վտանգավոր միտում է եւ կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Մանասյանը նշել է, թե խորհրդարանը, թե հանրային քաղաքական գործիչները առանձնահատուկ պատասխանատվություն ունեն ատելության խոսքի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի ձևավորման հարցում։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինի ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելու։ Դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի։ Երևանի օրվան ընթառաջ ուղերձում գրել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը։ Բարերարը խոստացել է, որ շուտով իր ղեկավարած մեր ձևով շարժումը բազմաթիվ լուծումներ կառաջարկի մայրաքաղաքի խնդիրների համար։ Մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք համահայկական մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու եւ աշխատելու համար հարմարավետ քաղաք, գրել է Սամվել Կարապետյանը։ Նա նշել է, որ կառաջարկեն նաեւ մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարային ֆոնդի թարմացման համար, իսկ տրանսպորտի հասանելիությունը եւ մատչելիությունը քաղաքին ըստ Կարապետյանի ապահովի ավելի դինամիկ շարժ։ Անելու ենք այնպես, որ Երևանի ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով, հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Լիտվայում ընթանում են երկաթգայլ միջազգային լայնածավալ զորավարժությունները։ Դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի 8 երկրների մոտ 3000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ։ Զորավարժությունները տևելու են մինչև հոկտեմբերի 18-ը եւ անցկացվելու են Բելարուսի հետ սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Գործի է դրվել ավելի քան 650 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ եւ զրահափոխադրիչներ։ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերածվել են բողոքի լայնամասշտաբ ցույցերի։ Ընտրություններից մեկ օր առաջ եւ դրա ընթացքում մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է քաղաքական լարվածության եւ անկարգությունների կենտրոնում։ 8 ընդդիմադիր կուսակցություն բոյկոտել էր տեղական ընտրությունները, մեղադրելով իշխանությանը ընտրական գործընթացը վերահսկելու համար։ Ընտրություններից հետո, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեարկությունն անցել է առանց խոշոր խախտումների եւ իշխող վրացական երազանք կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մոտ 71%-ը, Թբիլիսիում ավելի են թեժացել բողոքի ակցիաները։ Ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի եւ նախագահի նստավայրի մոտ պահանջել կառավարության հրաժարականը։ Ցուցարարների մի խումբ փորձել է ճեղքել անվտանգության պարիսպը եւ ներխուժել նախագահական նստավայր, սակայն հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներով ցրել են ամբոխին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Թբիլիսիում հայտնաբերել եւ առգրավել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսված էին ընտրությունների օրը հնարավոր դիվերսիաներ կազմակերպելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է Եվրամիությանը երկրի ներքին գործերին միջամտելու եւ անկարգություններ հրահարելու համար։ Բոլոր մեղադրանքները հերքել է Եվրամիության ներկայացուցիչը, նկատելով, որ կազմակերպությունն անգամ իր դիտորդներին չի գործուղել ընտրությունների ընթացքին հետևելու համար։ Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում զանգվածային բողոքի ցույցեր են ի աջակցություն Պաղեստինի եւ ընդդեմ Իսրայելի։ Ես դեմ եմ ցեղասպանությանը կոչերով մարդիկ փողոց են դուրս եկել Փարիզում, Բարսելոնայում, Հռոմում, Լիսաբոնում, Լոնդոնում։ Խաղաղ ցույցերն ավարտվում են բախումներով ոստիկանության հետ։ Մարախլապատ Ալբիոնի երկրում ձերբակալվել է մոտ 500 ցուցարար։ Փարիզում ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշը եւ վանկարկել ազատություն Գազային։ Հավաքվածներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են բաց թողել, ձերբակալել մի քանի մարդու։ Բարսելոնայում ավելի քան 70,000 մարդ փակել է փողոցներ։ Ոստիկանների հետ բախման ժամանակ ցուցարարները սկսել են կոտրել խանութների ապակիները։ Հրադադարի բանակցային ֆոնին Իսրայելն արտահանձնել է 171 ակտիվիստ, որոնք մասնակցել էին Պաղեստինյան հրադադարի ֆլոտիլիային։ Ակտիվիստների թվում է նաև շվեդացի քաղաքական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա Իսրայելից ուղարկվելու է Հունաստան։ Համասը, Իսրայելը եւ ԱՄՆ-ն համաձայնել են հրադադար կնքել։ Այսօր Եգիպտոսում տեղի կունենան բանակցություններ, որի ընթացքում կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագիրը։ Բացի հրադադարի սահմանումը, կողմերը նաև քննարկելու են գերեվարվածների ազատման եւ բանտարկյալների փոխանակման հարցերը։ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները պետք է ընթանան մի քանի օր եւ առաջին փուլը նախատեսվում է ավարտել այս շաբաթ։ Նա զգուշացրել է Համասին վատ հետևանքների մասին, եթե հրաժարվի փոխանցել Գազայի վերահսկողությունը եւ կոչ արել Իսրայելին ժամանակավորապես դադարեցնել ռմբակոծությունները, սակայն վերջին օրերին Գազայում շարունակվել են հարվածներ, տասնյակ մարդիկ են զոհվել։ Իսրայելի եւ պաղեստինյան Համաս շարժման միջև բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ եւ Գազայի հատվածի կառավարման մարմնի ստեղծումը որոշ ժամանակ կպահանջի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա, հնարավոր չէ 3 օրում Գազայում ստեղծել կառավարման մարմին, որը կապված չլինի Համասի հետ։ Ռուբիոն ասել է, որ Գազայի հատվածը կառավարելու է տեխնոկրատներից կազմված պաղեստինյան խումբը։ Եվրոպական օդակայաններում շարունակվում են մեկը մյուսի հետևից չեղարկվել քաղաքացիական օդանավերի թռիչքները ԱԹՍ-ների պատճառով։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել Նորվեգիայում անցած գիշեր։ Norwegian Air ավիաընկերության օդաչուն ոստիկանության հայտնել է, որ կեսգիշերից հետո Օսլոյի օդակայանին մոտենալիս նկատել է 3-ից 5 անօդաչու թռչող սարք։ Ոստիկանությունը տեղեկությունը չի հաստատել եւ առավոտյան Օսլոյի օդակայանի աշխատանքը վերականգնվել է։ Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին գերմանական Մյունխենի օդակայանը ստիպված էր 2 գիշեր անընդմեջ դադարեցնել աշխատանքը ԱԹՍ-ների պատճառով։
Դրանից առաջ Կոպենհագենի եւ Դանիայի այլ օդակայանների օդային տարածքում նկատվել էին անօդաչուներ։ Սեպտեմբերին նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաեւ Լեհաստանում այն օդակայանի մոտ, որը Ուկրաինային օգնություն հասցնելու կարևոր լոգիստիկ հանգույց է։ Չնայած ապացույցների բացակայությանը, եվրոառաջնորդները պնդում են, թե Եվրոպայի երկնքում հայտնվող անօդաչուների հետքերը տանում են Ռուսաստան։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է հայտարարել, որ Գերմանիայի եւ Դանիայի օդային տարածքում վերջին շրջանում հայտնված ԱԹՍ-ների մեծ մասի հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է Ռուսաստանը։ Владимир Владимирович, а зачем вы в Данию столько дронов посылаете? Не буду больше. Դաշնության ղեկավարն անցած շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանը չունի այդքան հեռու թռչող ԱԹՍ-ներ եւ ակնարկել էր, որ անօդաչուներ բաց թողողները հենց տեղի բնակիչներ են, որոնք չար կատակներ են անում եւ զվարճանում։ Notre propre sécurité de ce que nous voulons. Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց հրաժարական է տվել։ Պատճառը կառավարության կազմի նկատմամբ դժգոհության մեծալիքն է։ Սա ոչ միայն քաղաքական ցնցում է, այլև խորքային հարցեր է առաջացնում Ֆրանսիայի կառավարական համակարգի ճկոնության եւ հանրային վստահության վերաբերյալ։ Նախագահ Մակրոնի ներկայացրած նախարարների նոր կազմը ըստ վերլուծաբանների չի համապատասխանում հանրության սպասելիքներին։ Այն զայրացրել է ընդդիմությանը եւ նախագահի գործընկերներին։ Մի մասը համարել է կառավարությունը չափազանց աջակողմյան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է Լեկորնյոյի հրաժարականը։ Վերջին 2 տարում Ֆրանսիան 5-րդ վարչապետն է փոխում։ Հրաժարականից անմիջապես հետո ֆրանսիական ընդդիմությունը ոչ արել Մակրոնին հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Մոլդովան պաշտոնապես դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի SEPA-ի մաս։ Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար եւ հաստատում է երկրի եվրոպական ուղին, հայտարարել է ազգային բանկի նախագահ Անկա Դրագուն։ Մոլդովայից միջազգային փոխանցման արժեքը մինչև միացումը կազմել է 20-ից մինչև 200 եվրո։ Մոլդովացի արտահանողները տարեկան շուրջ 20 միլիոն եվրո կխնայեն Եվրամիության հետ առևտուր անելիս։ Վճարային միասնական տարածքի մասնակցի կարգավիճակ է ստացել մոլդովական 8 բանկ։ Շուտ կա, շուտ փրկեմ ես երջիրաններից, ես ինչ է մեր վիճակը։ Փոխանցեք իմ խոսքերից, Գյումրու ծեր մանկավարժ։ Գյումրեցի տարեց մանկավարժի սրտառուչ խոսքը մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դարձավ հանրապետական մեդիայի շաբաթօրյա լրահոսի գլխավոր կողմնորոշիչը։ Լրատվականների ուշադրությունը գրավեց Գյումրին։ Հանրապետության երկրորդ քաղաքը նշում էր իր օրը։ Առավոտյան մարդաշատ էր հատկապես հայրաքաղաքի Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեն։ Այստեղ մեր ձևով ժողովրդական շարժումը բացեց առաջին մարզային գրասենյակը։ Պես ասում են, ի գործ։ Կարևորը որ փակ կաբինետներ չեն, Բոլորը միայնայն համաձայն են այս շարժմանը մեր ձևով, որովհետև կա մեջները խելացիություն, կա մեջները ճիշտ իմաստուն մարդիկ, որոնք կարողանան մեր ժողովրդի որի։ Շատ կարևոր է ու բրավո, որ մեր ձևով այս գրասենյակը բացեցին։ Շարժումը պետք է ուղի անցնի, հետո արդեն քաղաքական միավորը ստեղծելու մասին խոսեք։ Երբ կլիներ։ Մենք կարծում ենք, որ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին process-ները սկսել, իսկ շարժման ուղին մենք հետագայում կներկայացնենք, թե ինչ է կատարվել այս 1 ամսվա ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների եւ հազարավոր կամավորների շնորհիվ մեր երկրում։ Գրասենյակն այսօրվանից բաց է բոլորի համար, պատրաստ լսելու առաջարկներ, թե ինչպես անել, որ Գյումրին նոր վերածնունդ ապրի։ Մեր ձևով շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի ծրագրերի մասին մի քանի տասնամյակ է խոսում են Գյումրիում։ Դրանք շարունակվում են նաև հենց հիմա, երբ ազգային բարերարը անազատության մեջ է արդեն 110 օրից ավելի։ Վառեմ Մարեմի շենքն է, որ փլուզումից փրկել է Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ հիմա երկրորդ կյանք է տալիս քաղաքի այցեքարտերից մեկին։ Ինչպես դա արեց 2019-ին, վերակառուցեց ու գյումրեցիներին նվիրեց Սիրեմ Գ պուրակը։ Նախատեսում ենք վադագույնա դեպքում 24 ամսում ամբողջական արդեն վերանորոգված վիճակով բացել դռները։
Գյումրին պետք է տոնի քաղաքի օրը, այսպես մեր ձևով շարժումը եւ Տաշիր բարեգործական հիմնադրամն արձագանքեցին լուրին, որ հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն առաջնահերթ ծախսեր ունի, իսկ կառավարությունից հավելյալ ոչինչ չի ստացել ու ստիպված է հրաժարվել քաղաքի օրը նշելու մտքից։ Սամվել Կարապետյանի որոշմամբ շաբաթ երեկոյան գյումրեցիները Հայաստանի մյուս քաղաքների բնակիչների նման նույնպես նշեցին քաղաքի օրը մեծ, շատ մեծ համերգով։ Շատ միջավայր, ուրախ տրամադրություն, մերսի կազմակերպիչների։ Յուրահատուկ օր է, չեմ փոշմանում, որ եկել եմ։ Կարծիքով ցանկացած քաղաքի համար շատ կարևոր է քաղաքի օրը նշելը։ Եվ այս տոնախմբությունը հաստատ բոլորիս մտքում կմնա, շատ վառ հիշողություն մեր քաղաքի համար նույնպես։ Կարելի է առանձնացնել, որ ամբողջ գյումրեցիները միավորվել են եւ այս տոնը միասին են նշում։ Շատ լավ է կազմակերպված, իրոք շատ կարևոր է, որովհետեւ Աշխարհում չգրված մի կանոն կա, այդ մասին բեմից հիշեցրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Եթե ուզում ես ճանաչել այդ երկիրը, գնա երկրորդ քաղաք։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնալ անպայման Քութայիսի։ Ռուսին ճանաչելու համար պետք է գնալ Պետերբուրգ։ Ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնալ Մարսել։ Հային ճանաչելու համար պետք է գալ Գյումրի, Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական, Որիսկական, հայկական ակունքներին մոտ լինեք։ Քաղաքի օրը Ղուկասյանը կիսած սրտով է նշում, քանի որ ծնունդով Գյումրիից երկու արքեպիսկոպոսները Միքայել եւ Բագրատ սրբազանները կալանավորված են։ Ամոթ ձեզ ու ամոթ ձեզ 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոս կամ հոգևորական ուրեմն ակսորեն։ Անսպասելի ավարտվեց Վարդան Ղուկասյանի ելույթը։ Գյումրու քաղաքապետը սկսեց երգել։ Ես արամն եմ քաչարը ինձ տանում է կախաղանից իդգորա գեցե անկախ Հայաստան։ Թող այս համերգը դառնա խոստում, որ մենք չենք թողնի Գյումրին մոռացվի եւ անտարբերությունը հաղթի։ Այս խոսքերով բեմից իր համակարգացիներին դիմեց մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Սիրելի գյումրեցիներ, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ մեկ չի կարող մեզ խոդրել։ Ուրեմն եկեք ամեն օր գործենք ու պայքարենք, որ Գյումրին նորից դառնա Հայաստանի մշակութային, սպորտային, կրթական ու տուրիզմի մայրաքաղաք է։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Հանուն Գյումրի, հանուն հայոց ազգի եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Վարդանանց հրապարակի համերգն անցավ մի շնչով 30,000 հանդիսատեսի մասնակցությամբ։ Առաջին անգամ Հայաստանում ռեալիթի դեյթինգ շոու է նկարահանվել YouTube-ի համար։ Այդ առիթով Cinema-Star կինոթատրոնում Monk 3 YouTube-յան ալիքը մեծ շնորհանդես էր կազմակերպել շոուի հերոսների, հեղինակների եւ հաղորդավարների մասնակցությամբ։ Միանշանակ պետք է նշեմ ֆորմատը ինքնին արդեն տարբերվող է, որտեղ հայ իրականության ու մեդիայի մեջ չկա այս ամեն ինչից, նմանատիպը նույնիսկ, եւ միանշանակ սկսած գույներից, կոստյումներից, վերջացրած ժամադրությունների լոքեյշններով, մասնակիցների տարբեր լինելով ու իրենց միասին գտնվելու այդ անհնարինը հնարին դարձրածով։ Առաջին հայկական ռեալիթի դեյթինգ շոուին մասնակցելու հայտ է ուղարկել մի քանի հազար մարդ։ Ամիսներ տևած հարցազրույցներից հետո ընտրվել են 12 լավագույնները։ Մասնակիցների ընտրությունը իր հերթին առաջացրել է շատ մեծ դժվարություններ, հասկանալի պատճառներով, որտեղ Հայաստանում նկարահանել ռեալիթի շոու, Հայաստանում նկարել աղջիկ տղա բաց հարաբերությունների մասին կոնտենտ, դա ինքնին մեծ բարդություն է իրենից ներկայացնում, բայց ի պատիվ մեր մասնակիցների, ի պատիվ մեր թիմի եւ ի պատիվ շատ մանրակրկիտ անցկացված քասթինգի մենք կարողացանք դրան հասնել։ Մասնակիցները շոուի ընթացքում ոչ միայն փորձելու են իրենց երկրորդ կեսին գտնել, այլև մրցելու են 20 միլիոն դրամ մրցանակի համար։
Նախագծի ստեղծագործական թիմը հնարավորություն է տալիս, որպեսզի հեռուստադիտողները նույնպես դառնան հաղորդման մասնակից։ Հաջողակները կշահեն iPhone-ներ։ Հանգստյան օրերին Monk 3 YouTube-յան ալիքում արդեն հրապարակվել են Սիրասուն reality dating show-ի առաջին 2 էպիզոդները։ Շուտով այս reality-ին եւ Monk 3-ի մյուս նախագծերը կցուցադրվեն նաեւ 21 TV-ի եթերում։ Առայժմ։ Մինչ հանդիպում։